Հին տոմարով մարդիկ այսօրն էին դիմավորում նոր տարին։ Նոր տոմարով տարեմուտը նշվում է դեկտեմբերի 31-ին։ Չնայած դրան հունվարի 13-ին մարդիկ շարունակում են տոնախմբությունները։ Ստեփանակերտում հին նոր տարին այս անգամ էլ նշել են Շահումյանի անվան պուրակում։ Этот праздник сплачивает народ. Այս տոնը համախմբում է մարդկանց ու նրանց ուրախություն պարգևում։ Եվ կարծում եմ, սա պետք է ավանդույթ դարձնել, որպեսզի հին նոր տարին միշտ մնա որպես տոն։ Ես շնորհավորում եմ բոլոր ստեփանակերտցիներին հին նոր տարվա առթիվ։ Մաղթում եմ ուրախություն, խաղաղ երկինք եւ քաջ առողջություն։ Ստեփանակերտի սրտում այսօր տոնական դրամատրությունը քաղաքային մշակույթի տունն ու մշակութային մյուս օջախներն են ապահովել։ Ամանորյա երգեր, սիրված ու սպասված համարներ արվեստասեր երեխաների մատուցմամբ։ Ըստ Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տնօրենի, ժամանակին այս պուրակում էին դիմավորում նոր տարին։ Այսօր դա տեղափոխվել է վերածննդի հրապարակ։ Պուրակում էլ հին նոր տարին են փորձում նշել։ Երեխաներին ժպիտ ենք պարգևում, ուրախություն ենք պարգևում, ձմեր պապն է դուրս գալիս, իր ուրեմն դու գիտեք կապիկի տարինա, կապիկի հետ միասին, իր շնորհավորքները, իր մաղթանքները մեր ժողովրդին։ Այո, երեխաները բոլորն էլ ծիծաղում են, ինչպես տեսնում եք, ուրախանում են, պարում են։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով հին նոր տարի նշելու սովորույթը պահպանվում է, որովհետև մարդիկ շարունակում են սիրել այս տոնը։ Հայկական շատ ընտանիքներում հենց այսօր են ավարտվում ամանորյա տոնախմբությունները։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր